Ուրեմն դիմում եմ ընդդիմադիր լրատվամիջոցներին։ Հրապարակվեցին ձայնագրություններ, որտեղ այդ սրբազան շարժման աջակիցները, այդ չգիտեմ, քոչարյանականները, սերժականները խոսում էին, թե ինչպես են ահաբեկչություն իրականացնելու։ Ասում են իրանք իրանց հետևից քայլողներին, ասում են էշեր։ Ասում են սկզբից 50-ից 100 այդ արկածախնդիրները կգնան, այդ ահաբեկչությունը իրականացնելու, իսկ հետևից արդեն են վախկոտ էշերը։ Մեր ազգին էլ հայ ազգին անվանում են աննասուն ազգ։ Այդ կարողա ձեզ եք տեսել, դրա համար եք ազգին նման ձև անվանում։ Սա սրբապղծություն է։ Բախիչ եք հրապարակում, հիմա այդ բոլոր լրատվամիջոցների այդ ընդդիմադիր ովքեր որ չեն հրապարակել այս տեսանյութերը, այս ձայնագրությունները գաղտնի, որոնք որ արվել են, հիմա այդ բոլորին ասում եմ, հրապարակեք ձեր էջերում, հրապարակեք, թող բոլորը տեսնեն, թե այդ սքեմների տակ ինչ մարդիկ են, հրապարակեք, թող բոլորը տեսնեն, թե ինչպես են ուզում արյան գնով թազա հոկտեմբերի 27-ով գան իշխանության։ Ասում է, իրանք իրանց աջակիցներին ասում են էշեր։ Դե հիմա թող ինչ որ մեկը գնա քոչարյանականի, սերժականի կամ չգիտեմ Սամվել Կարապետյանականի կամ չգիտեմ ինչ որ եկեղեցականի, որը որ սքեմա հակել, բայց իրականում Աստծո հետ ուխտ է դրժել, դե հիմա թող մեկը գնա իր համար ցույց անի։ Այդ բոլորին այդ մարդիկ ասում են էշեր։ Իսկ հայ ազգին էլ ասում են աննասուն ազգ։ Աննասունը տեղներով ըտեք դուք։ Ու այս ամեն ինչը ուղակի այս ձայնագրությունները փաստում են մի բան, որ փորձում եք եւս մեկ անգամ արյամբ իշխանափոխություն իրականացնել։ Ու ձեզ մինչև կյանքներիդ վերջը դուք պետք է անցկացնեք բանտերում։ Մինչև կյանքներիդ վերջը։ Իսկ բոլոր լրատվամիջոցները, ովքեր որ չեն հրապարակել, այդ լրատվամիջոցները թող իմանան, թե առաջիկայում իրենց հետ ինչպես են վարվելու հանրությունը եւ ինձպես մարդիկ, ովքեր որ տեսնում են ձեր իրական դեմքը։